Բաքուն առաջխաղացում եւ բարելավում է ուզում ամրացնում դիրքերը սահմանում, Հայաստանում տարված են ներքաղաքական շոուներով, որ փուլում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Ոչ թե պարզապես ռելսեր, այլ ազդեցության գծեր, հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ ինչ մտադրություններ ունեն Երևանն ու Մոսկվան։ Թրամփը կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ամերիկյան պարբերականի անդրադարձը։ Որքան է գործազուրկների թիվը Հայաստանում եւ նրանցից ովքեր են համարվում անմրցունակ։ 400 քառակուսի մետրի վրա էլ տուն կկառուցեք, փոքր հողամասերում տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Ուժեղ Հայաստանը ընտրության կգնա դաշինքով նոր դարաշրջան կուսակցության եւ Հայաստանը ԵՍ նախաձեռնության հետ։ Բոլոր դպրոցները կանցնեն նախարարության ենթակայության տակ, ինչ խնդիրների եւ ռիսկերի կբերի փոփոխությունը, կրթության փորձագետների մտահոգությունը։ Գրականության եւ Հայաստանի պատմության քննությունները էսեի ձևաչափով, որքանով են պատրաստ 9-րդցիները ավարտական քննություններին։ Ոստիկանները զվարթնոցում ձերբակալել են Ինտերպոլի կողմից հետախուզվողներին։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժանը մեր եթերում։ Որ փուլում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներքաղաքական բուռն զարգացումները շեղել են հանրության ուշադրությունը սահմանից, որը Ադրբեջանը ամենօրյա պարբերականությամբ է ամրացնում։ Հայ-վրացական գազատարի հայկական հատվածի տեղափոխում արդյոք կապ ունի հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ եւ ինչ զարգացումներ կան դրա շուրջ, քաղաքագետներին լսել է Նաիրի Մուրադյանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությանը կարևոր իրադարձություններից շեղող բազմաթիվ ինֆորմացիոն հոսքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում կարծես թե ստվերել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող գործընթացները, որ փուլում են դրանք, գործընթացներ կան։ Սահմանազատման process-ի վերաբերյալ մեր բոլոր նամակները կամ մնում են անպատասխան, կամ պատասխանները բովանդակային չեն լինում։ Այն տարածքները, որոնք սահմանազատվում են կամ նախատեսվում է սահմանազատել, անբնակ չեն։ Այդտեղ կա բնակչություն, այդտեղի հողամասերը օգտագործվում են եւ այդ բնակչության համար ինքը զգայուն թեմա է։ Բոլորովին վերջերս կարելի ասել ուղղակի պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Նշվում էր նաեւ, թե գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում եւ ականապատվել է 1990-ական թվականներին։ Ըստ քաղաքագետների, սա եւս ադրբեջանական պահանջ է եւ հնարավոր է, որ դա տեղի է ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում։ Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի կողմից պահանջ կա նաեւ այդտեղ սահմանազատել հօգուտ Ադրբեջանի եւ այդ հատվածում սովետական սահման գծել։ Եվ այսպիսով Ադրբեջանը ենթադրաբար պահանջում է այդ գործընթացը նախաձեռնել մինչև ընտրություններ, ինչպես որ բազմաթիվ այլ գործընթացներ։ Պաշտոնապես հերքվեց լուրը, թե անցած տարվա ամռանը Ադրբեջանը դիրքային առաջխաղացում եւ բարելավումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Քաղաքագետ Միքայելյանն իր վերլուծություններն ունի։ Վարդենիսից հարավ Ադրբեջանը իրականացնում է ամրաշինական աշխատանքներ։ Շորժայից հարավ մոտեցում, այդտեղ Ադրբեջանը հիմա իրականացնում է լայնածավալ շինարարություն իր ինժեներական դիրքերի կառավարում եւ այլն։ Ըստ փորձագետների, Ադրբեջանի համար սահմանազատման եւ սահմանագծման համար վերցված 1975 թվականի խորհրդային քարտեզը ամենաբարենպաստն է։ Սակայն այս դեպքում նույնիսկ փորձագետի համոզմամբ Ադրբեջանը չի ընդունում որպես փաստ, քանի որ այդ երկիրը 2020 թվականից հետո օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրը եւ նպատակ էլ չունի դուրս գալ այդտեղից։ Ադրբեջանը իրավիճակային միտումներով այն քարտեզը, որ այդ պահին իրան հարմար է, այդ քարտեզն է վտակոչում։ Բանակցիների սահմանագծման սահմանազատման գործընթացի հիմքում դրվող իրավական փաստաթուղթ կոնկրետ մեկ թվականի քարտեզ գոյություն չունի։ Ադրբեջանը այդ տարածքներից իհարկե դուրս չի գալու, իդեպ նաև Իշխանասարի մոտ Ադրբեջանը ստեղծել է պլատֆորմ, որտեղ Սյունիքի բավականին նեղացված է եւ ավելի կոչելի, առավել կոչելի, ինչպես ասեմ։ Ջերմուկի հատվածում են դիրքեր կառուցում, Սիսիանի հատվածում են դիրքեր կառուցում, այն հատվածում, որոնք ուղղակի սուվերեն տարածք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում հայտնված ադրբեջանական զինված ուժերը հիմա ավելի բարձր դիրքերում են եւ ավելի պաշտպանված են, քան Հայաստանի զինված ուժերը։ Ադրբեջանը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ուղղակի ինչ որ տարածք չի վերցրել, տարակուսի կիլոմետրով այդ տարածքը չափել չի, այդ տարածքը ունի ռազմավարական նշանակություն եւ ադրբեջանական դիրքերը հիմա հայկական դիրքերից շատ դեպքերում մոտ
600 մետր բարձրն։ Իշխանական թևը հայտնել էր, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն հստակ չի նշվել, թե որ կոորդինատներում։ Կառավարությունից ուղղակի հայտնում են, որ այս պահին հողի վրա գործընթաց չկա եւ յուրաքանչյուրը ինչ-որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ինչ ճակատագիր է սպասվում Հարավկովկասյան երկաթուղուն, Երևանը ռուսական կառավարմամբ երկաթգիծը երրորդ երկրին փոխանցելու տարբերակներ է որոնում թրիփում մրցակցային առավելությունները չկորցնելու համար։ Մոսկվան սակայն կառավարման կոնցեպցիան մեկ ուրիշին հանձնելու մտադրություն չունի։ Փորձագետների կարծիքով սա պարզապես տնտեսական գործարք չէ երկաթուղու շուրջ, այլ տարածաշրջանում ազդեցությունների դիրքավորում։ Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համարել ընդունելի է։ Հայաստանի ռուսական կառավարմամբ երկաթուղին ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը օրակարգում թևածող գաղափար բնորոշեց Փաշինյանը։ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Ռուսաստանցի պաշտոնյաները առայժմ միայն ասում են, թե այս հարցը որևէ երրորդ կողմի հետ քննարկման նույնիսկ չեն առել։ Դաշնության տրանսպորտի նախարարն է ռուսական լրատվամիջոցներին փոխանցել, կոնցեսիան հանձնելու շուրջ բանակցություններ չեն վարում։ Նախ մենք չենք ծրագրում որևէ մեկին կոնցեսիա տալ, եւ երկրորդ, Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ։ Իսկ Հայաստանում այս հարցը քննարկում են նաև այլ պետությունների հետ, որոնց գործարքը կարող է հետաքրքրել։ Տեսադաշտում միայն Ղազախստանը չէ, շրջանառվում են նաև այլ պետությունների անուններ՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Հայկական երկաթուղու կառավարումը երրորդ երկրին վաճառելու քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ երասխախուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել նաև երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը, հակառուսական բացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչն ըստ Նիկոլ Փաշինյանի կնշանակի, որ մենք կորցնում ենք մեր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթգծի համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում, ոչ ամենապարզ պայմաններում։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել է 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառներն օբյեկտիվ լինեն, ընդգծում են մասնագետները։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաեւ պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք ազդեցության գծեր են, քաղաքական, տնտեսական եւ երբեմն նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Փորձագետներն ասում են, քաղաքական զգայուն թեմա է, որի լուծումը կախված է թե Հայաստանի հաշվարկներից, թե մյուսների արձագանքներից։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչ օրակարգով է մեկնում Ռուսաստան, Երևանում ԿՊ նիստին շտապող Փաշինյանը լրագրողների հարցը անպատասխան է թողել։ Փոխարենը Կրեմլից են հաղորդագրություն տարածել, նշել, որ Պուտին-Փաշինյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ կլինի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործակցությանը։ Բանակցությունների առանցքում տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրներն են, մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացմանն ուղղված քայլերը, ասված է հաղորդագրությունում։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են։ Իրանը այսօր հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական բնակավայրերի վրա, վնասներ են կրել Պետահ Տիկվա քաղաքը, նաև իսրայելական Բենի Բրաքի շրջանը։ Իրանը հարձակում է իրականացրել Քուվեյթում գտնվող Ահմեդ Ալ-Ջաբեր ավիաբազայի, Արաբական Միացյալ Էմիրություններում Միացյալ Նահանգների ծովային հետևակի տեղակայման վայրերին եւ Բահրեյնի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքում գտնվող Հավք հոբ համակարգի վրա, հայտնում է Իրանի հեղափոխականների պահպանության կորպուսի մամուլի ծառայությունը։ Ըստ իրանական Բորնա գործակալության ավիահարված է հասցվել նաև Հորդանանում գտնվող Մուբաֆակ աս-Սալթի ավիաբազային։ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի շարք տարածքների, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, տեղեկացնում, որ իսրայելական բանակը հրատապ զգուշացրել է Զահրանի գետից հարավ գտնվող բնակիչներին լքելու իրենց բնակավայրերը։ Հզբոլլահն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի և Իսրայելի սահմանին գտնվող իսրայելական Միզգավ Ամ բնակավայրի ռազմական անցակետը և Մաալոտ Թարշիրհա բնակավայրում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով մարտի 2-ից ի վեր երկրում իսրայելական հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը 3680-ի։ Ամերիկյան զինվորականների Հորմուզի նեղուցում գործողություն սկսելու փորձերը կհանգեցնեն դրա վերջնական փակմանը, իրանական Թանսիմն է հայտնում։ Միաժամանակ ամերիկյան Wall Street Journal-ը գրում է, թե նախագահ Թրամփը իր օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունը Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա։ Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը ինքնիշխանություն ունենա Հորմուզի նկատմամբ։ Մարկո Ռուբիոն Ալ Ջազիրային ասել է, թե նեղուցը կբացվի անկախ ամեն ինչից։ Իդեպ Թրամփը խիստ քննադատել է եվրոպացի դաշնակիցներին Իրանի հարցում Վաշինգտոնին չօժանդակելու համար։ Նա ասել է, թե Մեծ Բրիտանիան եւ մյուս երկրները, որոնք Հորմուզի նեղուցում սահմանափակումների պատճառով չեն կարողանում ավիաբենզին ձեռք բերել, երկու տարբերակ ունեն՝ կամ դա գնել Միացյալ Նահանգներից, կամ քաջություն հավաքել, գնալ նեղուց եւ վերցնել այն։ Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը միջազգային հարցերով ռուսական խորհրդի ընդհանուր ժողովում։ Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշները արդեն անվանել են նոր համաշխարհային պատերազմ, ասել է Լավրովը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում են Պարսից ծոցի արաբական պետություններին հանել Իրանի դեմ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Որքան է գործազուրկների թիվը Հայաստանում եւ նրանցից ովքեր են համարվում անմրցունակ։ 400 քառակուսի մետրի վրա էլ տուն կկառուցեք։ Փոքր հողամասերում տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Ուժեղ Հայաստանը ընտրության կգնա դաշինքով նոր դարաշրջան կուսակցության եւ Հայաստանը ԵՍ նախաձեռնության հետ։ Բոլոր դպրոցները կանցնեն նախարարության ենթակայության տակ, ինչ խնդիրների եւ ռիսկերի կբերի փոփոխությունը, կրթության փորձագետների մտահոգությունը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Կիև են ժամանել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ Եվրամիության երկրների արտգործնախարարները մասնակցելու Եվրամիության նախարարական նիստին։ Կալասը հայտարարություն է արել, ասել Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով դա սխալ մոտեցում է եւ լիովին համապատասխանում է բանակցությունների ռուսական ուղեցույցին, նրա ձևակերպման պահանջել մի բան, որը երբեք նրանց չի պատկանել։ Կալասը ասել է, թե Դոնբասի զիջումը ծուղակ է լինելու, որում չպետք է հայտնվել։
Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, որպեսզի նրանք ստիպեն լքել Դոնբասը, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հատուկ ժամանակացույցը։ Զելենսկին պատմել է, թե ռուսները ամերիկյան կողմին ասում են, որ այժմ նոր ժամկետներ կան եւ 2 ամսից գրավելու են Դոնբասը։ Այդ իսկ պատճառով կամ Ուկրաինան լքում է այդ տարածքները, կամ էլ 2 ամսից խաղաղության հաստատման միանգամայն այլ նախապայմաններ են լինելու, հայտարարել է Զելենսկին։ Վերադառնանք Հայաստան, Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցությունը քաղաքական 2 ուժի նոր դարաշրջան կուսակցության եւ Հայաստանը ես եմ նախաձեռնության հետ կհամագործակցի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Քաղաքական թիմերի առաջնորդների հետ հուշագիր են ստորագրել, հայտարարելով ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին։ Պաշտոնական արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ որոշել են դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել։ Մեր կողմից որոշում է կայացվել նոր ուժերի հետ կազմել դաշինքներ, հրավիրել նոր ուժերին, քանի որ նոր ուժերը կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր ուղին, մեր երկրի զարգացման ուղին, դեպի զարգացում վերջապես։ Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել եւ մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ եւ մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկրում որակական փոփոխություններ բերել։ Ովքեր են հսկում, որ պաշտոնյաները չխախտեն բարեվարկության կանոնները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի վրա դրված է հսկողությունը, հաճախ քննում, սակայն այդպես էլ խախտումներ չի հայտնաբերում, ուստի պատիժ որպես այդպիսին չի էլ կիրառվում։ Փորձագետների կարծիքով պաշտոնյաների պահվածքը վարակիչ է հասարակության համար, ովքեր ակնկալում են նույն վարքը դրսևորել եւ եւս անպատիժ մնալ։ Համացանցում հրապարակվում է տեսանյութ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյան հայհոյում է ինչ-որ մեկին։ Գուցե պատասխանում է նրա հայհոյանքին, գուցե նյարդերն են տեղի տվել, գուցե ուղղակի ինչպես ասում են քեֆը տեղը չէ։ Արդյոք սա համապատասխանում է պաշտոնյայի բարեվարկության կանոններին եւ արդյոք համապատասխան մարմինները չպետք է արձագանքեն սրան։ Հայաստանում նման գործառույթ ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ունի իրավունք վարույթ հարուցել, եթե պաշտոնյայի բարեվարկությունը գնահատելու կարիք կա։ Բարեվարկության խախտում ֆիքսելու դեպքում հանձնաժողովն այն հրապարակում է, ինչից հետո դատապարտելի արարք թույլ տված պաշտոնյայի վերադասը կարող է քաղաքապահական պատասխանատվություն կիրառել նրա նկատմամբ։ Քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցները արդյունավետ չեն եւ գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է։ Այսինքն, եթե մարդը падգամավոր է կամ քաղաքական այլ կարգավիճակ ունեցող անձ է, նույնիսկ նրա կողմից բարեվարկության կոպտագույն խախտման դեպքում, նրա վերադասը համարվելու է ընտրողը եւ ուրեմն ենթադրվում է, որ ոչ բարեվարկ պաշտոնյան կպատժվի ընտրություններին, նրա օգտին ձայն չեն տա։ Իսկ եթե պաշտոնը ոչ քաղաքական է, ասենք մարդը կառավարությունից է, հանձնաժողովը նախորդ տարի անդրադարձել էր էկոնոմիկայի նախարարի գրառմանը։ Նա անդիմախոսներին համեմատել էր շների հետ։ Դիմումի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում հանձնաժողովը քննել էր նախարարի գրառումը եւ եզրակացրել էր, որ նա վարքագծի կանոնների խախտում թույլ չի տվել։ Մեկ այլ վարույթ, այն վերաբերում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրառմանը, որտեղ նա օգտագործել էր ծակ դաշնակ կաղկանձոց շնագայլ արտահայտությունները։ Կառույցն այստեղ եւս խախտում չի արձանագրել։ Օրինակ նախարարների վարչապետի դեպքում կարգապահական պատասխանատվությունը կարծում ենք ճիշտ չի լինի, բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել։ Այսինքն ստացվում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները գետնի վրա որևէ գործնական արդյունք չեն տալիս։ Կորոշվի, որ անձը ասենք հայհոյել է հանրային վայրում եւ դա պաշտոնյային հարիր քայլ չէ, տվյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու որոշումը միևնույն է, պետք է կատարի նրա վերադասը, որը գուցե հենց նույն քաղաքական ճամբարի ներկայացուցիչ է։ Երկարաժամկետ կտրվածքով սա կարող է բերել նաեւ անպատժելիության առնվազն ընկալման եւ արդարադատության մարմինների ընդհանրապես քրեական արդարադատության նկատմամբ հասարակական վստահության կտրուկ նվազման։ Սովորաբար բարձրաստիճան չինովնիկների ոչ վայել պահվածքն արդարացվում է ժողովրդի շրջանում նույն պահվածքի տարածվածության հանգամանքով, այսինքն ժողովրդի ծոցից է ելել եւ ուրեմն կրում է նույն մոտեցումը։ Որևէ կերպ չի կարող լինել արդարացում այն բանի, որ անգամ այդ հասարակությունից եկած իշխանություն ունեցող անձը իրեն թույլ տա անել այն, ինչ անում էր մինչև իշխանության գալու կամ հանրային պաշտոն զբաղեցնելու
ուրեմն ժամանակահատված։ Խնդիրն այն է, որ էլիտաների շրջանում սովորական դարձող վարվելակերպը, այսինքն լայն լսարանի առջև հայհոյանքն ու ոչ հարիր պահվածքը, հոսում է դեպի հանրություն եւ դառնում կենցաղի մաս։ Սրանից էլ բխում են ամենօրյա փողոցային կռիվներն ու դանակահարությունը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այսինքն սա դառնում է մարդկանց վարվեցողության օրինակ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն մարտի 1-ի դրությամբ 38190 անձ աշխատանք է փնտրել, նրանցից 28040-ը գործազուրկ է եղել, անմրցունակ են համարվել 26361-ը։ Ըստ սոցիալնախարարության ձևակերպման անմրցունակ են համարվում, եթե ընդգրկված են 16-ից 30 տարեկանների խմբում և 3-րդ ամսից սկսած գտնվում են գործազուրկի կարգավիճակում։ 2021-ից 2025 աշխատանք փնտրողների թիվը հասել է 46,000-ի, աշխատաշուկայի ոլորտում էլ ըստ նախարարության պաշտոնյաների խնդիրներ կան հատկապես գործատու աշխատող հարաբերություններում։ Կան խոշոր կազմակերպություններ, որոնք աշխատանքի ընդունվողների աշխատավարձերի մինիմալ չափով գրանցում են կատարում և ստացվում է, որ հիպոթեք ունեցող քաղաքացին չի կարողանում օգտվել եկամտային հարկի վերադարձի օրենքից։ Ես մասում մենք ակնհայտ օրենքի խտրականություն ունենք քաղաքական պայմանագրերով աշխատող քաղաքացիների շուրջ, որոնք իմ ունեցած տվյալներով մի քանի հազար են։ Ես ինքս վերջին 7 տարին քաղաքական պայմանագրերով եմ աշխատում, բնականաբար չեմ ուզում ձեռք բերել, խոսքի մասին չի, բայց օրենքը ըստ էության հենց սկզբից արգելում է քաղաքականով աշխատող մարդկանց օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից եւ ես կարծում եմ, այստեղ որպես առաջարկ պետք է փոփոխություն անել օրենքի մեջ եւ այդ որոշումը թողնել բանկերի վրա, որոնք հավանաբար ավելի ռիսկային կհամարեն իմ պայմանագիրը։ Հանրապետության բոլոր դպրոցները կփոխանցվեն կրթության նախարարության ենթակայությանը, որն էլ կիրականացնի դպրոցների բովանդակային կառավարումը։ Այս պահին 1400 դպրոցներից միայն 130-ն են նախարարության ենթակայությամբ գործում, մյուսները մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Փոփոխության այս ճանապարհին ինչ խնդիրների կարող են բախվել դպրոցները, կրթության փորձագետներին լսել է Դավիթ Թադևոսյանը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի մարզպետարանների, իսկ դրանից ուղիղ 1 տարի հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը, այսինքն դպրոցների համար կսահմանվի 1 լիազոր մարմին եւ դրանց բովանդակային կառավարումը կիրականացնի նախարարությունը։ Վարչատնտեսական գործառույթների հարցերով ըստ նախարարի իրենք կշարունակեն համագործակցել մարզերում մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում քաղաքապետարանի հետ։ Ըստ էության դպրոցների մեծ մասը չեն գործում նախարարության լիազորությամբ եւ մենք տեսնում ենք, որ սա նաեւ քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ է բերում մի շարք խնդիրներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների ընդհանուր 1400 դպրոցներից ԿԳՄՍ ենթակայությամբ գործում է շուրջ 130 դպրոց։ Ստացվում է, որ դպրոցների գերակշիռ մասը գործում է կամ մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ, կամ էլ Երևանում քաղաքապետարանի։ Փորձագետները հիմնականում դրական են գնահատում փոփոխությունները, բայց նաև մատնանշում են թերությունները։ Արդեն հաշվի չի առնվի տեղական առանձնահատկությունները։ Կրթական հաստատությունները ոչ միայն կրթություն կազմակերպելու համար վայրեր են, այլ նաև հանդես են գալիս որպես մշակութային օջախներ։ Կարող են դասերից հետո կազմակերպել մշակութային միջոցառումներ, համայնքային միջոցառումներ եւ այլն, որոնք այս պարագայում արդեն կունենան որոշակի դժվարություններ։ Ըստ էության թույլ չի տալու կամ դժվարացնելու է նրանց գործառույթի այս բաղադրիչը։ Մասնագետները չեն բացառում նաև, որ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար կպահանջվեն թույլտվություններ, ինչն էլ իր հերթին ժամանակատար կլինի։ Կարճ ասած, բյուրոկրատական քաշքշուկ։ Օրինակ են բերում, որ վերջերս քոլեջներից մեկում հանդիպում անցկացնելու համար քոլեջի տնօրինությունը 1 ամիս առաջ է դիմել նախարարությանը, որպեսզի պարզապես կրթության փորձագետների մուտքը ապահովելու թույլտվություն ստանա։ Մասնագետները նաև նկատում են, որ աշխատանքների բաշխման գործընթացում նույնպես կառաջանան խնդիրներ։ Պատմում են, որ որոշ ուսումնական հաստատություններում երկիշխանություն է ձևավորվել։ Դպրոցի տնօրենը եւ կազմակերպիչ համակարգողը այդ ֆինանսատնտեսական հարցերի տարբեր մարդիկ են վերահացվում կոնֆլիկտի այդպիսի հարաբերությունները։ Մարդիկ կան, որոնք երկար տարիներ ապրել են տվյալ բնակավայրում եւ որոշակի ավանդույթ է ձևավորվել տվյալ կրթական հաստատությունում եւ հիմա նախարարությունից թելադրվելու է միասնական քաղաքականություն, որը երբեմն կարող է հակասել այդ ավանդույթներին։ Հիմա եթե նախարարությունը որոշումներ կայացնի, որտեղից է գտնելու այդպես անաչառ մարդիկ, որոնք
դպրոցների կառավարման խնդիրներով զբաղվել, դա էլ մի քիչ դժվար կլինի, էլի։ Միջազգային փորձը աչքի առաջ մասնագետները համարում են, որ ավագ դպրոցները պետական վերահսկողության տակ պետք է լինեն, իսկ տարրականները թողնվեն համայնքներին։ Կրթության պատասխանատուները պնդում են, որ հանրակրթական համակարգում նախատեսվող կառավարման փոփոխությունը նպատակ ունի միավորել կրթական քաղաքականության իրականացումը մեկ լիազոր մարմնի շրջանակում, ապահովելու միասնական մոտեցումներ։ Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, կենտրոնացումը կարող է որոշակի ռիսկեր բերել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Գրականության եւ Հայաստանի պատմության քննությունները էսեի ձևաչափով, որքանով են պատրաստ 9-րդիները ավարտական քննություններին։ Ոստիկանները զվարթնոցում ձերբակալել են Ինտերպոլի կողմից հետախուզվողներին։ Մետյո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին քիչ ուշ։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Մինչև 400 քառակուսի մետր հողամասում կարելի է տուն կառուցել, գործադիրը հանել է փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը, քաղաքաշինության կոմիտեն փոխել է շինարարական կարգավորումները եւ հիմա մինչև 400 քառակուսի մետր տնամերձ հողամասում կարելի է տուն կառուցել, պահպանելով ճանապարհի մուտքն ու ելքը, հակահրդեհային եւ քաղաքաշինության նորմերը։ Փոփոխությունը վերաբերում է ավելի քան 45,000 հողամասի, որտեղ մինչև այս արգելվում էր կառուցապատում իրականացնել։ Այսինքն այդ հողերը մտնելու են տնտեսական շրջանառության մեջ, սա կարևոր է նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։ Պետական աջակցության ծրագրով նրանք կարող են ձեռք բերել մինչև 400 քառակուսի մետր հողակտոր եւ կառուցել առանձնատուն։ Էականը չի ասենք այդտեղ մի քիչ տարած պահվում էր իրար միջև չէր պահվում, մեկ այդ 3 մետրը նորմատիվներով պահվելու է, պատից հեռավորություն կամ հարևանի ստորագրությամբ կպցնում ենք իրար, ոնց որ ասած, այսինքն այդ տեսքի առումով արտաքին տեսքի, ասենք փողոցից, ճակատից բան, ինքը այդպես հարց չի լուծելու, էական չի, հա, մարդկանց ավելի նպաստավոր կլինի, որտեղ փոքր հողի վրա կարող են իրանց ուզածը իրականացնել։ 9-րդ դասարանի գրականություն եւ Հայաստանի պատմություն առարկաների ավարտական քննությունների ձևաչափում կատարված փոփոխությունները նախատեսում են քննությունների անցկացում էսեի ձևաչափով։ Սովորողները քննության ընթացքում ստանալու են 2 տեքստ, մեկը գրական ստեղծագործությունից, մյուսը պատմական իրադարձության վերաբերյալ։ Էսե գրելու համար հատկացվելու է 150 րոպե։ ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ նոր ձևաչափով աշակերտները պետք է կարողանան արտահայտել իրենց մտքերը տրված տեքստերի շուրջ, ինչպես նաև կապեր գտնել դրանց միջև։ Այս փոփոխությունները ըստ կրթական ոլորտի պատասխանատուների միտված են զարգացնելու սովորողների վերլուծական մտածողությունը։ Նոր չափորոշիչը ենթադրում է ոչ միայն գիտելիքների ձևավորում, այլ նաև կարողությունների, հմտությունների, արժեքային համակարգի ձևավորման ուղղված ավելի ընդգծված եւ ծավալուն աշխատանքներ, հետեւաբար միայն օրինակ թեստերի կամ բանավոր քննության միջոցով հնարավոր չէր լինի այն ամբողջ շրջանակը, որը հանրակրթության չափորոշիչն է սահմանել վերջնարդյունքների կամ կարողունակությունների տեսքով ստուգել։ Այսօր ժամը 7-ին մոտ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Սերո Խանձատյան փողոցում տներ են այրվում, դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ փրկարարական ջոկատներ, սկզբում 1 բիս, ապա հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ եւ ներգրավվել են լրացուցիչ ուժեր հրդեհը մարելու համար։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Այսօրվանից վերսկսվել են Կապան Երևան Կապան չվերթները շաբաթական 5 օր հաճախականությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Ղուդատյանը նշել է, որ թռիչքների վերականգնումը կարևոր քայլ է մարզերի տրանսպորտային հասանելիության բարելավման եւ կապի ակտիվացման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Կապան Երևան Կապան չվերթները ժամանակավորապես դադարեցվել էին տարբեր կազմակերպչական եւ տեխնիկական պատճառներով, ինչի հետևանքով Սյունիքի մարզի օդային կապը մայրաքաղաքի հետ սահմանափակվել էր։ Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2026-ում Հայաստանը զբաղեցրել է 81-րդ տեղը, 2025-ին 82-րդում էր, մնալով համեմատաբար անվտանգ երկրների շարքում։ Ամենաբարձր ահաբեկչական ակտիվություն ըստ այդ սանդղակի ունեն Պակիստանը, Բուրկինա Ֆասոն եւ Նիգերը, իսկ ամենացածրը Ուրուգվայը, Զիմբաբվեն եւ Վիետնամը։ Բարձր տեղերում են նաեւ Սիրիան 6-րդը, Իսրայելը 10-րդը, Աֆղանստանը 11-րդը, Ռուսաստանը 17-րդը եւ այլն։
Քրեական ոստիկանությունը վերջին օրերին ձերբակալել է տարբեր երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող մի քանի անձանց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից երկուսը հայտնաբերվել ու ձերբակալվել են Զվարթնոց օդանավակայանում։ 30-ամյա մի երիտասարդի, որ հետախուզվում էր Մոլդովայի Ինտերպոլի կողմից եւ մեղադրվում խուլիգանության համար, ձերբակալել են ուրբաթ, երբ նա Երևան է ժամանել Միներալնիե Վոդիից։ 36-ամյա երիտասարդն էլ ձերբակալվել է Կիրակի Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո։ Նա փետրվարի 11-ից Վաշինգտոնի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության եւ համակարգչային հանցագործության մեղադրանքով։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։ Շամշյան.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների, սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հետնիոտնի համար նախատեսված մայթին, ըստ նախնական տեղեկությունների վիրավորների մեջ կան նաև վրաերթի ենթարկված։ Իսպանիայի ազգային գրադարանում այսօրվանից մինչև հունիսի 21-ը կցուցադրվեն հայկական հին ձեռագրերը հոգևոր քարտեզի արահետներով ցուցահանդեսի շրջանակում։ Ներկայացվել են Մատենադարանի շուրջ 15 արժեքավոր նմուշներ, որոնցից մի քանիսը առաջին անգամ կլինեն արտերկրում։ Ցուցադրությունը կներկայացնի հայկական ձեռագրական արվեստը միջազգային հանրության եւ ինչպես նաև դրա դերը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 11 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 13-ից 18, Լոռիում 11-ից 16, Տավուշում 16-ից 19 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 14-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 21, Սյունիքի նախալեռներում 12-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 3-ից 5, ցերեկը 15-ից 17, երեկոյան 10-ից 12 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։